Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, հարցս ձեզ եմ ուղղում, վերաբերվում է Ալիևի կրկին հայտարարություններին, շաբաթավերջին Ալիևը նաև հայտարարել են, որում պատասխանելով հայաստանցի փորձագետի հարցին, խոսել է խաղաղության խաչմերուկից, այսինքն երբ հիշեցվել է նաև այդ նախաձեռնության մասին, Ալիևը շատ կարճ արձագանքել է, մեջբերում են, որ ինչ վերաբերում է այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա մեկնարկեց թրիփը, ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր խաղաղության խաչմերուկը։ Ինչպես է գնահատում Ալիևի այս հայտարարությունը, արդյոք սա ազդակ է այն մասին, որ ըստ էության խաղաղության խաչմերուկի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բացասական է եւ այս նախաձեռնությամբ հայկական կողմի ապաշրջապակման հարցը փաստորեն ամբողջական ապաշրջապակման չի լուծվելու։ Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջապակման հարցը լուծվելու է։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ուրեմն ստորագրված փաստաթղթեր ներդրումների վերաբերյալ եւ ըստ էության ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ, ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով, հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան, եւ սա է ձեր հարցի պատասխանը ըստ էության, տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, տարբեր ցանկություններ կարող են լինել, բայց գլխավորն այն է, ինչ ենք մենք անում, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, հատկապես վերջին այցելությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի, ես կարծում եմ շատ հարցերի պատասխաններ են տրվել եւ մենք առավել քան վստահ ենք, որ այն ծրագրերը եւ պայմանավորվածությունները, որ ունենք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե նաեւ Ադրբեջանի հետ, դրանք կյանքի են կոչվելու եւ ուրեմն խաղաղության գործընթացին եւ ապաշրջափակման գործընթացին որևէ մի բան չի խոչընդոտելու։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, մի կարճ հարց էլ շաբաթավերջին վարչապետը նաև խոսեց ապաշրջափակումից եւ ըստ էության բարձրաձայնեց այն մասին, որ ռուսական հսկողության ներքո կառավարման ներքո գտնվող երկաթուղիների վերագործարկման են հատվածները, որոնք որ չեն գործում հիմա, ընդհանուր առմամբ խոսեց եւ նշեց, որ այն փաստը, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո, այդ ընդհանուր ապաշրջափակման համատեքստում մտահոգիչ դրվագներ կան եւ այնտեղ իր պատկերացումներից խոսեց, որ կարող է ռուսական կողմից կառավարումը որևէ այլ երկրի փոխանցվել։ Ես ուզում եմ հարցնել, կա երաշխիք հայկական կողմի համար, կան երաշխիքներ, որ եթե այդ սցենարով շարժվենք, ապա այն մտահոգությունները, որ հիմա առկա են, դրանք կփարատվեն, այսինքն եթե վերցվի կառավարումը եւ փոխանցվի մի այլ երկրի, այդ դեպքում այն մտահոգությունները, որ կան, այլևս կդադարեն գոյություն ունենալ։ Վարչապետի խոսքը ըստ էության վերաբերում է նրան, որ կառավարումը հանձնվի մի կողմի, որը ունի լավ հարաբերություններ եւ ուրեմն արևմուտքի հետ այս պարագայում եւ Ռուսաստանի հետ, ինչ վերաբերվում է նրան, թե դա այդ գործողությունը կերաշխավորի արդյոք դրա հետագա դրական ընթացքը, մենք չենք գնում գործողությունների, որի վերաբերյալ երաշխիքներ չենք ունենում եւ եթե վարչապետը խոսել է սրա մասին, եթե մենք մեր ռուս գործընկերների հետ նաեւ քննարկում ենք այս հարցը, ապա այս քննարկումները հենց ձեր նշած երաշխիքների մասին են, որ ուրեմն ներդրումային որևէ խոչընդոտ չլինի Հայաստանի Հանրապետության շուրջ ապաշրջափակվող կամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող որևէ ենթակառուցվածքի մասով։ Շնորհակալ եմ։ Ներկայացեք, խնդրեմ դուք։ Անի Աբաղյան, ABC Media, պարոն Հովհաննիսյան, JD Vance-ի Հայաստան այցին զուգահեռ տարածվեցին տեղեկություններ, որ մոդուլային ատոմակայանի վերաբերյալ քննարկումներ եք ունենալու։ Ինչ որոշում ունեք, մոդուլային ատոմակայանը փոխարինելու է ավանդական ատոմակայանին, թե լրացուցիչ էներգիայի աղբյուր է լինելու։ Շնորհակալություն։ Եթե անկեղծ ասեմ, շատ խիստ մասնագիտական հարց եք տալիս եւ վարչապետն էլ այս հարցին անդրադառնալիս ասաց, որ դեռ կարևորագույն հարցերից մեկն է եւ շատ հանգամանքներ դեռևս քննարկման պետք է ենթարկվեն մասնագիտական քննարկումների մասին է խոսքը։
Ես կարծում եմ ձեր հարցին ոչ ուշ, ոչ հեռու ապագայում պարտադիր կերպով ավելի մանրամասն մասնագիտորեն անդրադարձ կլինի։ Շատ լավ, անդրադարձակ Ներողություն ադրբեջանցիների Տիկին Մանավազյանն էլ հավելելու հարցը տվեք, լավ, հետո այս շարունակեք Կարծում եմ ընդհանրապես լրացնեմ մեկ բառով կարևորը նաև պետք է նշել, որ ամենակարևորը ներդրումն է, որը վերաբերում է հենց ատոմակայանին, այլ ոչ թե բովանդակային ոնց դա արդեն մասնագիտական հարց է քննարկենք կհասկանանք։ Ադրբեջանցիների այստեղ այցին վերաբերյալ որպես ամփոփում կարող եք ներկայացնել ինչպես է գնահատում իրենց այցը, սա թվով երրորդն է, ընդլայնվել է կազմը, շարունակական լինելու է Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները ընդլայնված կազմով Ադրբեջան գնալու են մոտ օրերս։ Այս այցերը ըստ էության փոխադարձ են, ուղղված են խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը եւ նման միջոցառումները շարունակական են լինելու հասարակության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանի հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, թե Հայաստանում, թե Ադրբեջանում։